Մանդարինով ալանիներ, գույնզգույն շարոցներ ու չրային դեկորացիաներ։ Սաթենիկ Գալստյանը գումի շուկայում մոտ 30 տարի չրերից պատրաստված դեսերտներ է վաճառում։ Ընտանեկան արտադրություն է, քույրերի, հարսների ու թոռների հետ։ Քանի տեսակի մրգեր կա, մենք աշխատում ենք չրեր պատրաստենք, որտեվ կան շատ հաճախորդներ, ամեն մեկը մի տեսակի մրգերի ցանկություն ունի գնելու, դրա համար պատրաստում ենք բոլորից։ Իմ ապրանքի գինն ամառ ձմեռ նույնն է, ասում է։ Գնի փոփոխության վրա ազդում է միայն այդ տարում մրգերի շուկայական գինը։ Անհրաժեշտ մթերքները հիմնականում տեղական շուկայից է ձեռք բերում։ Մեծ այգիներ ունեցողներից, որ մշտական ամեն տարի մենք վերցնում ենք, հենց իրենցից էլ վերցնում ենք, որ փորձառուր լինի, էլի այդ պահը փորձված լինի եւ խոտանը շատ չլինի։ Եթե Սաթենիկի չրերի գինը կայուն է, դրա կողքին անկայուն է շուկայում առկա որոշ այլ ապրանքների գները։ Մարդիկ, որոնք սկսել են ամանորյա առևտուրը, ասում են, խանութներում եղած գնաճը ավելի նկատելի է դառնում։ Չնայած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին էլ զգացվում էր։ Շուկայում հարմար գնով ապրանք ընտրելու համար հարկավոր է երկար փնտրել։ Դե հարկավոր է ընտրելու վրա է։ Թանկ են, շատ են թանկացել, այո։ Տարբերությունը շատ է, ամեն ինչում, ոչ թե ինչ-որ մի հատ մթերք, ընդհանուր շատ է թանկացել։ Թանկացել է, ամեն ինչն է թանկ, էդի նորություն չի աղջիկս։ Միշտ էլ ես նոր տարվա դեմ ամեն ինչ թանկացնում է։ Չրավաճառ տատիկն էլ ասում է 4-5 օր շուկայում է, 1 կիլոգրամ չիր էլ չի վաճառել։ Որտեղ փող չկա մարդկանց դեռ։ Նայեք, ժողովուրդը հիմա պետք է լիքը մարդիկ լինեն, չկա։ Նոր տարվան ընդառաջ թանկացող հիմնական ապրանքների մասին իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ղեկավարն է մանրամասնում։ Տարի ենք ունեցել, որ վարունգի գինը թանկացած է եղել 400%-ով, հետո մի քանի օրվա ընթացքում շուկայում այլ դրսի շուկանից վարունգը հայտնվել եւ մեր նույն վարունգի գինը արագ նվազել է, եկել է անգամ ավելի ցածր եղել, քան մի քանի օր առաջներ։ Նույնը լոլիկի շուկայում, կանաչեղենի շուկայում որոշակի թանկացում կա, բայց դե ծախսի մեջ ամենամեծ բաղադրիչը չի։ Պիպոյանն ասում է, թանկացումները հատկապես ամանորի շեմին, տեղական տնտեսվարողների եւ ներմուծումների մրցակցության հետևանքով կարող են լինել։ Եվ մեր տեղական արտադրողները շուկային դիմակայելու համար իրենք եւս պետք է որոշակի ակցիա անեն, որպեսզի այդ փուլում մեր տեղական արտադրանքը իր մրցունակությունը չկորցնի։ Ներմուծված բրենդը, եթե օրինակ ասում, ամանորին ընդառաջ իմ տարան 25% մեծացել է կամ պայմանական գնում ես 1-2-ը մեկը ստանում ես նվեր, որ մոտավորապես 30%-ին համարժեք զեղ չէ, ապա տեղական արտադրողները դիմակայելու համար եւս որոշակի քայլեր պետք է ձեռնարկեն։ Ամանորին ընդառաջ նման ակցիաների եւ թանկացումներից ուղղակից խուսափելու համար խորհուրդ է տալիս ընտրողաբար մոտենալ ապրանքներին, երկար քայլել շուկայում։ Ըստ էության այս փուլում ամենակարևորը գնումները խելացի կատարելն է, մի քիչ երկար նայել աջ ծախ, հասկանալ որտեղ ինչ գին է, մենակ հարմարության հետևից չընկնել, որ այս խանութը մոտ է, մտնենք առևտուն անեն, գնանք տուն, եւ երկրորդ, որ ավելի կարևոր է, անպայման գնի այնքան ինչքան անհրաժեշտ է։ Մասնագետը տեղեկացնում է ամանորին կտրուկ կթանկանան այն ապրանքները, որոնց գինը կայուն է եղել տարվա ընթացքում։ Ըստ կանխատեսումների ամենաբարձր գնաճը կլինի տեղական մսի շուկայում։